Խոսել եմ երեթե 10 անգամ։ Մեր կապիտալ ներդրումները որևէ ձևով չեն առնչվում ոչ պետական բյուջեի հետ, ոչ մեր ծախսերի եւ եկամուտների հետ։ Մեր կապիտալ ներդրումները ընդամենը էմիսիա կենտրոնական բանկի անունից։ Դա միակ բանն է, որ աջակցում է կենտրոնական աճին։ Կենտրոնական բանկի արված որևէ կապիտալ ներդրում, մի անգամ եմ կրկնում, որ դա հստակ լինի։ Այդ թյուրիմացիան մեջ են գցում մարդկանց, բարձր տարբեր մարդիկ, տարբեր նկատառումներից ելնել են։ Որևէ կենտրոնական բանկի կողմից կատարված կապիտալ ներդրում որևէ առնչություն չունի Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի հետ, որևէ առնչություն չունի կենտրոնական բանկի ծախսերի եւ եկամուտների եւ դրա արդյունքի հետ։ Ինչպես է դեպքում գոյատևում այդ կառույցը, այդ կենտրոնը։ Ինչ կապ ունի այդ կառույցի գոյատևումը։ Այդ կառույցը աշխատում է կապիտալ ծախս են կապիտալ ծախսերի շրջանակներում ամբողջ չէ, հա, եւ դաչա եւ այլն։ Իհարկե դաչա, ման չգիտեմ ով ինչ է ասում, ես ձեզ հրավիրում եմ բոլորը, տեսեք, ընդ մենք ունենք 170-ից ավել աշխատակիցներ, մենք արել ենք 60-ից ավել կլոր սեղաններ, սեմինարներ, կոնֆերանսներ, մենք հրավիրել ենք աշխարհի բոլոր գրեթե ամենա ուրեմն անուն բարձր անուն ունեցող բուհերից, համալսարաններից մասնագետներ, պրոֆեսորներ, մենք այս պահին անցյալ տարի ունենք 20 ինտերն, ունենք որևէ կառույց Հայաստանի Հանրապետությունում ունենք մենք կառույց, որտեղ կա, ասենք Հարվարդից, Ստենֆորդից ու Կոլումբիայից ինտերնատուրա անցնող, ուսումնական պրակտիկա անցնող ուսանողներ։ Չունենք։ Պարոն Ջավադյան, նաև մամուլում տեղեկությունների դա պոակ չի, իհարկե, ես ուզում եմ, որ դուք բոլորդ ուշադիր լինեք իմ ասած բառերին։ Դա որևէ կապ չունի պետական միջոցների հետ, մոռացեք դա։ Որևէ կապ չունի բյուջետային միջոցների հետ, որևէ կապ չունի բյուջետային ծախսերի հետ, որևէ լումա չի օգտագործվել դրա վրա։ Այդ ուզում եմ այդ պատկերացումը ձեր մոտ լինի։ Դա հատուկ միտումնավոր շեղում է կատարվում, որ բոլորին ասեն, որ մենք ընդեսի ինչ-որ ծախսեր ենք արել։ Ոչ։ Որևէ մեր քաղաքացու գրպանից վերցրած փող չի։ Որևէ մեր քաղաքացու ուսերին բեր չի։ Դա այդ իմացեք 100%։ Պարոն Ջավադյան, նաև վերջերս մամուլում հրապարակումներ եղան ձեր հնարավոր պաշտոնանկության հետ կապված, կարողացաք հարցը կարգավորել եւ մնալ։ Պատասխանը կարող եք տալ նրանցից, որ դա այդ լուրը պատվիրել էր։ Ով է, կարծում եք պատվիրված է եղել։ Այո, իսկ եթե ուզում եք իմանալ ով է պատվիրել, պատվեր կատարողներին կարող եք հարցնել, նրանք շատ լավ։ Մամուլում հրապարակում է եղել։ Ես ձեզ ասացի։ Ովքեր են ձեր դեմ աշխատում։ Ես ձեզ ասացի։ Դա հարցը, այդ մասն էլ հարցրեք պատվերը կատարողներին։ Երբևիցե ոնց կարող է, ոնց եք պատկերացնում, որ կառավարության ղեկավարի հետ տենց հարց քննարկվի, նախ կառավարության ղեկավարը դրա հետ կապ չունի պաշտոնի հետ։ Ինձ նշանակել է ազգային ժողովը եւ ազգային ժողովն էլ ներկայացրել է հանրապետության նախագահը։ Չէ՞ որ բաղրամյան 26-ն է ամեն ինչ որոշում, այդպես է ընդունված։ Դուք չգիտեմ ինչ եք կարծում, ով ինչ է որոշում, կա օրենք, օրենքի գերակայությունը երկրում, մեր երկրում ամեն ինչ որոշում է կա։ Նաև ձեր անձնական միջոցների մասին է բազմաթիվ անգամ։ Իմ անձնական միջոցները ձևավորվել են դեռևս մինչև 97 թվականից եմ ես կենտրոնական բանկում, մինչև եղել եմ Առևտրային բանկի գործադիր տնօրեն եւ սեփականատեր, որի մասին դուք շատ լավ գիտեք, դրա մասին բազմիցս պատմել եմ, դրա մասին ասել։ Հետո ես այդ բանկը վաճառել եմ, այդ իմ հայաբաժինը այսպես ասած վաճառել եմ եւ հարստացել եք։ Եվ այդպես հարստացել եք։ Այո, ես եղել եմ նախ մի քանի առևտրային բանկի տարբեր պաշտոններում, հետո եղել եմ բանկի վարչության նախագահ, շատ երկար ժամանակ, 5 տարուց ավել։ Հետո 97 թվին նշանակել եմ կենտրոնական բանկի խորհրդի անդամ, դրանից հետո եւս 2 անգամ եղել եմ խորհրդի անդամ, նոր տեղակալ եւ կենտրոնական բանկի նախագահ։